նախորդող շրջանում մենք այդ թվում ընդդիմության անդադ հրավիրում էինք, ասում եք եկեք տանենք ցույց տանք ձեզ, եկեք տանենք ամրացված շրջանները ցույց տանք, եկեք տանենք մեր ձեռք բերած զենք զինամթերքը ցույց տանք, նրանք չէին գալիս, նրանք հրաժարվում էին գալ, որպեսզի, գիտեք ինչ են հրաժարվում, դե որ գային նային նկարելու ենք, չէ որ իրանք այդ ամեն ինչ տեսել են, հետո չէին կարողանալու անեն։ 2024 թվին նրանք ասում են պատերազմ առնելու, 2024 թվին նրանք ասում են իրանցը տալիս ադրբեջանցիներին, ոսկեպարի եկեղեցին տալիս ադրբեջանցիներին, եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ եղավ արդյունքում, որտեղ այսօր ոսկեպարի եկեղեցին, այսօր ոսկեպարի եկեղեցին սահմանագծված սահմանի այն կողմում է, թե այս կողմում է, իհարկե այս կողմում է։ Հիմա էլ նրանք նոր խոսույթ են գցել 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Ես ասում եմ, տենց թեմա ընդհանրապես մեր օրակարգում չկա։ Եթե երբևէ Ադրբեջանը դա փորձել է բարձրացնել, մենք այդ թեման փակել ենք, փակելով Ղարաբաղի հարցը։ Մենք ասել ենք 500,000 հայերի վերադարձի թեման մենք չենք բարձրացնում, չենք դնում, դրանով փակում ենք փախստականների վերադարձի թեման ընդհանրապես, բայց նրանք միլիոններ են ծախսում, որ նորից այդ հարցը բերեն օրակարգ, բայց նրանք չի հաջողվելու այդ հարցը բերել օրակարգ։ Եվ այդ թեմայում ընդդիմությանը սպասվում է այն նույն ճակատագիրը, ինչ ճակատագիրը իրան սպասվում է, ինչ տեղ ունեցավ Միչանցկի թեմայի հետ, ինչ տեղ ունեցավ պատերազմի թեմայի հետ, ինչ տեղ ունեցավ ոսկեպարի եկեղեցու թեմայի հետ, ինչ տեղի ունեցավ խաղաղության թեմայի հետ, եւ սա շատ կարևոր առանձնահատկություն եւ նրբություն է, որի վրա ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Այսօր մենք դպրոցներ ենք կառուցում, մանկապարտեզներ ենք կառուցում, հազարավոր երեխեք գնում են այդ մանկապարտեզները, նրանք ասում են ադրբեջանցիների համար են կառուցում։ Այսինքն ինչ մեր երեխեքին նայում եք ադրբեջանցի եք տենում, ես չեմ հասկանում։ Մենք առողջության ապահովագրության թեմա ենք 65+ տարիքի ժողովրդի համար առողջության ապահովագրություն ենք անում, նրանք հեռուստացույցով ցույց են տալիս, երեք եմ տեսել հոլովակը, ասում է գնում է 65+ բանը տարիքի քաղաքացին գնում է օգտվելու, ասում են դե դու չես կարա 8 ամիս պետք է սպասես, որովհետև ադրբեջանցիք են օգտվում։ Մարդ պետք է խելագար ըլնի, որ տենց հոլովակ դնի, միլիոն են ծախսում, բայց ես սկզբից եմ մտածում, որ այդ մարդիկ խելագար են, այդ մարդիկ լրտես են։